մեծ մասով ձեր տեսակետը եւ ինչ ունեք այսօրվա համար ավազացած, չնայած 1-2 հարց ունենք։ Շնորհակալ եմ, ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, այսօր թեմաները շատ են, նախ ես կցանկանամ այս տեսանյութի մեջ, այս նկարի մեջ հայտնված անձնավորության մասին խոսել, կարծում եմ նկարը հեսա կհայտնվի իդ իմ պատկերում, էկրանին, ուրեմն ես ցանկանում եմ նկարը հայտնվի նոր սկսեմ, ուրեմն նայեք մի հատ Նիկոլ Փաշինյանի դեմքը այս նկարում ու այս երևույթը, այս անձնավորությունը ներկայացնում է հայ ժողովրդին, գնում է օրինակի համար Գերմանիա, այն փոքր ժամանակվանից գործ տվողներ են լինում, որ երբեք իրանք չեն կարա իմանան ինչա տղայական պատիվը, երբեք չեն կարա իմանան ինչա սեփականը, ընկերությունը, հայրենիքը, այս երևույթը, այս իմ աջ կողմից կանգնած երևույթը գնացել է Գերմանիա, որպեսի բողոքվի մեր եկեղեցու դեմ, գնացել է Գերմանիա, որպեսի, չգիտեմ, ինչ-որ անկետաներ լրացնի եւ խոսա մեր վեհապարի դեմ, մեր հոգեվորականների դեմ եւ այնքան աբսուրդ է, որ կոպիտ ասած, եթե ինչ-որ մի ընտանիքում, ինչ-որ մի տղամարդու ընտանիքում խնդիր է լինում, այդ ընտանիքի խնդիրը այդ տղամարդը լուծում է, մաքսիմում փորձում է ընտանիքից դուրս չհանի այդ խոսակցությունները ու խնդիրները, ոչ թե մաքսիմում այլ ընդհանրապես չի հանում դուրս։ Իսկ այս երևույթը քիչ է կեղծ պատեհապաշտությամբ հանդես եկող Նիկոլ Փաշինյանը մեր եկեղեցու դեմ ցեխ աշպրտում, մեր հոգևորականներին, սրբազաններին կալանավորել է, մեր վեհապարի դեմ ինչ ասես հորինում է, եկեղեցիները ամեն կիրակի ոնց ասես պղծում է իր կարգալույց եղած հոգևորականներով, հիմա էլ գնացել է Գերմանիա, ասում է մեր երկրում կան եկեղեցականներ, որոնք ապրում են, չգիտեմ, այնպես որ խոցելի են, ամոթ է, օրինակ օտար երկրագործակալներ կարող են դառնալ։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը այն կճոյան բան, որ գնացել էին իր մոտ կառավարությունը, Գերմանիայի իշխանությանը իշմար է տալիս, որ դրանց վրա աշխատեն ու դարձնի Գերմանիայի, օրինակ, չգիտեմ, ազդեցության գործակալ այդ իր մոտ գնացած տերտերներին, կարգալույց եղած իմ համար, դրանք սրբազաններ չեն, արքեպիսկոպոսներ չեն։ Եվ նաև ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը երեք թարմ ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը գերակա դիրքերում է, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը տեղ չունի, ու թարսի պես հենց երեքչի առաջի օրը մեր ընդդիմադիր ընկեր Միհրան Հակոբյանին Դալմամոլի մոտ, եթե չեմ սխալվում, ավտոկայանատեղիում մեքենայից դուրս է եկել, մասկաներով դուրս են եկել ու սկսել են ծեծել Միհրան Հակոբյանին, վնասվածքներ է ստացել այս մարդը, տարել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, եթե չեմ սխալվում, ու Նիկոլ Փաշինյանը այսօր Գերմանիայում այն նկարը, որ տեսակ, այդ նկարի մեջի մարդը, ասում է, որ ժողովրդավարությունը մեր երկրում բարձր մակարդակի վրա է, բռնությունը տեղ չունի մեր երկրում, էս այն անձնավորությունն է ասում, ժողովրդավարությունը բարձր մակարդակի վրա է մեր երկրում ու բռնությունը տեղ չունի մեր երկրում, ում ընդդիմախոսներին պարբերաբար ծեծում են, նաև Էդգար Ղազարյանին էին ծեծել մի քանի ժամանակ առաջ, չգիտեմ, եւ ոչ միայն այդ մարդկանց, այս անձնավորությունը խոսում է ժողովրդավարությունից ու նրանից, որ բռնությունը մեր երկրում տեղ չունի, որտեղ ինքը օրինակ 3 սրբազանների ԱԱԾ-ում է պահում, 4 նույնիսկ Արշակ Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին եւ եւս 1 սրբազանի, այո, եւ բարերար Սամվել Կարապետյանին է պահում փակի տակ մի իր եկեղեցու աջակցման կոչի համար, որ ասել է մեր ձևով եկեղեցու կողքին կլնենք, փակի տակ է պահում Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին, իր պատճառով մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, այս անձնավորությունը ով խոսում է ժողովրդավարությունից եւ ասում է, որ բռնությունը մեր երկրում տեղ չունի, պետք է ասեմ, որ հայոց պատմության, դարավոր պատմության ժամանակ ես նմանատիպ պիղծ պայքար եկեղեցու դեմ, հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ չեմ հիշում, որ նման կերպ պայքար ընթանա, այս անձնավորությունը խոսում է ժողովրդավարությունից ու նրանից, որ Հայաստանում բռնություն չկա։
այն մարդը, ով սրբազաններին ու վեհապարին ուղիղ սպառնում է, որ իրանց աթոռը եւ եկեղեցական զբաղեցրած պաշտոնները թողնեն ու գնան իրանց գործերի ամենակեղտոտ մեթոդներով ու միջոցներով պայքարում է իրանց դեմ։ Ու առհասարակ ես հիմա ուղիղ եթերով մի հատ այս թեմայի հետ կապված հայտարարություն կանեմ։ Նախ ես դիմում եմ բոլոր երիտասարդներին, առաջինը Երևան մայրաքաղաքի, հետո ամբողջ Հայաստանի Հանրապետության երիտասարդներին եմ դիմում։ Ես ցանկանում եմ իրական քրիստոնյաներին, հավատավոր երիտասարդներին կոչ անել, օրինակ, կիրակի օրը ժամը 9:30 լինել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում, որպեսզի մենք իրար հետ մասնակցենք պատարագի եւ աստիճանաբար մենք այնքան շատանանք, որտեղ որ Նիկոլը գնում է պատարագի, մենք էլ գնանք այդտեղ եւ Գարեգին Բեյի վեհապարի մեր ամենայն հայոց կաթողիկոսի անունը, որ Նիկոլի կամքով սատանայական սրբագրվում է պատարագների մեջից, որը այո, սրբագրում են, զեղչում են, հանում են այն հատվածը, որը վերաբերվում է վեհապարին եւ նմանատիպ բան առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդի համար շատ ամոթալի է եւ ես ասում եմ, որ ոչ մեկ իմ երկրում ինձ չի կարա իմ քրիստոնեական օրենքներին, իմ կրոնական պատկանելությունը չհարգի ու այն վեհապարը, որը իմն է, իմ քրիստոնեության, իմ կրոնի առաջնորդն է հոգևոր, չի կարա ոչ մեկ իր անունը զեղչի կամ սրբագրի։ Եվ ես ասում եմ նախ եւ առաջիկա կիրակի օրը կխնդրեմ երիտասարդներին, որ ինձ Facebook-ով գրեն կամ առանց գրելու գան Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի մասնակցելու պատարագի, հետագայում մենք արդեն կպլանավորենք, թե որ եկեղեցիները կգնանք պատարագի, օրինակ ի տարբերություն Նիկոլի, ով իր նախընտրական PR-ի եւ եկեղեցու դեմ արշավի համար էս 2 ամիսա սկսել է գնալ պատարագների կարգալույց եղած տերտերների հետ, ես ծնվել եմ Դեմերճան փողոցում, ես գնում եմ եկեղեցի 6-7 տարեկանից, միշտ գնում եմ Կոնդի եկեղեցի պատարագների եւ PR-ի եւ անձնական շահ հետապնդելու համար չեմ հիմա առաջարկում, որ կյանքում առաջի անգամ գնամ պատարագի, ոնց որ Նիկոլն է արել ու նիկոլականներն են անում։ Ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, որ իրանք չեն հասկանում, որ այն նիկոլականները, ովքեր գնում են պատարագի, ինչ են անում։ Նախ, պատարագը ինչ է։ Եթե դուք տեղյակ չեք, պատարագի գնալիս, դուք պետքա, եթե հաղորդություն եք ստանալու, պետքա այդ օրը չծխեք, պետքա այդ օրը չհայհոյեք, պետքա հաց չուտեք, եթե կին եք, պետքա ձեր պռոշները չքսեք հաստ, ոնց որ նիկոլականներն են քսում, պետքա քողով մտնեք եկեղեցի, եթե տղամարդ եք եւ կեպի եք դնում, պետքա կեպին հանեք, դա հարգանք է Տիրոջ նկատմամբ, որովհետեւ դուք մտնում եք իր տուն, եւ քանի որ ձեր պատարագ կազմակերպողը Նիկոլը կեղծ պատարագչիներով իրա, ովքեր զեղչում են մեր վեհապարի անունը ու անցնում են մեր բոլոր քրիստոնեական ավանդույթները, կարմիր գծերը, ձեզ չի կարա բացատրի ինչա պատարագը ուխի են գնում այդտեղ։ Դա նորմալ է, որովհետև ինքը կապ չունի պատարագի կամ եկեղեցու հետ։ Հիմա ես նայում եմ տեսանյութեր, որտեղ կան եթիմներ նիկոլական, ովքեր մտնում են եկեղեցի ձեռքերը գրպանները, ովքեր եկեղեցու պատի մոտ ծխում են ու սիգարետը կտցնում են գետնին։ Այ նիկոլական էդ է, անորակ, անկիրթ, անաստված մարդիկ եք դուք, որոնք չեն գնում եկեղեցի հաղորդություն ստանալու համար, գնում եք եկեղեցի ձեր չակերտների մեջ, թե դրանից ոնց կարա առաջնորդը լինի, նոր ձեր առաջնորդներ էս աչ կոմում, ասենք տուզիկ շան նկար դնեի կտե, ավելի պատվով կլներ իրա տեսքը, քան այս նկարում այս երևույթի տեսքն էր։ Գնում եք, որ իրա հետևը պահեք, որ օրինակ հավատավոր ժողովուրդը Գարեգին B անունը ասելուց շատ է լինի Նիկոլու, այդ մարդկանց եկեղեցուց հանեք, բռնանակ իրանց կրոնին, այն կրոնին, որը 301 թվականից քրիստոնեությունը մենք ընդունել ենք եւ դուք ուզում եք մեզ մուսուլմանացնել, ուզում եք մեզ աղանդավոր դարձնել, կամ մի հատ էլ հարց ունեմ ես մեր հայ ժողովրդին, եթե Նիկոլը քրիստոնյա է, եթե գնում է պատարագի, աղանդավորների առաջնորդը իր հետ, հայ առաքելական Սուրբ եկեղեցում, ինչ գործ ունի պատարագի մասնակցելու, դուք աղանդավոր եք, արա ես նայել եմ ձեր
այդ Նիկոլի հետ պատարակի գնացող մարդկանց խոսույթը, մտածելակերպը, հայտնած կարծիքները, մեկը ասում է ես եկել եմ մեր վարչապետի հետ, բայց ես աթեիստ եմ, մեկը ասում է ես եկել եմ մեր վարչապետի հետ պատարակի, բայց ես քրիստոնյա չեմ, ես աղանդին եմ պատկանում, այսինքն դուք եք ձեր պիղծ երևույթներով հայ առաքելական Սուրբ եկեղեցին ցանկանում կեղտոտել, ինչի համար եք ձեր անսուրբ պահվածքը բերում մտնում եկեղեցի մի բան էլ սրբազաններին ու մեր վեհապարին անուն եք դնում։ Օրինակ, ինչի համար պետքա Գյումրիում երկուշաբթի, երեքշաբթի օրով մարդիկ պատարակ անեն, ժամերկություն անեն, որպեսզի ձեր նման պիղծերի այդ եկեղեցի մտած այդ կեղտը մաքրեն, ինչի համար եք դուք շեղում մեզ մեր կրոնից, ինչն է ձեր նպատակը։ Ես շատ լավ հասկանում եմ, որ երբ Կովկասի հոգևոր առաջնորդը Ադրբեջանում, ում նստավայրը Ադրբեջանում է, Փաշազադեն վեհապարին մեր սկսեց քննադատել եւ անվանեց սեպարատիստ անջատողական, որովհետեւ վեհապարը Շվեյցարիայում բարձրաձայնել էր մեր գերիների խնդիրը, որը հեչել իր պարտականությունը չի, այս իշխանության պարտականությունն է մեր գերիների խնդիրը բարձրաձայնել, երբ որ մենք ցույցերի էինք մասնակցում, ասում ենք թողեք մեր Նիկոլը, որ գերիների հարցը լուծի, թողել ենք, ինչի լուծում, հիմա ցույց կա փողոցում, բա ինչ եք մեզ ասում թողեք մեր Նիկոլը գերիների հարցը լուծի, լուծել է, անեցա լուծը ցմահ դատապարտել են Բաքվում մեր գերիներին, այդ էր լուծումը ձեր Նիկոլի, հա, որ ասում եք թողեք մեր գերիների հարցը լուծի, կամ եթե դուք չեք հասկանում, որ այդ իշխանության խնդիրն էր, որ պետքա լուծեր, ու չի լուծե, եւ Կովկասի հոգեվոր առաջնորդի իշմարով ուղղորդմամբ սկսել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ մեր վեհապարի եւ մեր սրբազանների դեմ կեղտոտ արշավ տանել, ուրեմն դուք դատապարտված եք պարտության, որովհետեւ հայ ժողովուրդը, իրական քրիստոնյա ժողովուրդը շատ լավ հասկացել է Գարեգին Բ-ի եւ Նիկոլի միջև դավաճանը ով է։ Միանշանակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է։ Մենք նաև Գյումրիում տեսանք, քանի որ Գյումրուց խոսեցիք այդ կեղծ պատարակի օրը, ինչպես էին արժանապատիվ գյումրեցիները, ուղղակի ամոթանք թուքումուր տալիս այն շրջիկ եպիսկոպոսներին այլևս Կճոյանը, Սիոն, Գևորգ Սրբազանները, խնդրեմ գալ։ Ես շարունակեմ իմ ասելիքը, որով պետքա նաև այս ամենին անդրադառնայի, ուրեմն կամ ինչ է նշանակում, օրինակ վեհապարից պահանջել ազատել Մայրաթորը։ Ես նմանատիպ դեպք մեր պատմության մեջ չեմ հիշում, որ նմանատիպ պահանջների, նույնիսկ ես ձեզ անկեղծ եմ ասում, երբ թուրքերը, երբ հռոմեացիները, երբ պարսիկները, ասորեստանցիները, չգիտեմ, արշավել են Հայաստանի վրա, նրանք հասկացել են, որ մեզ չեն կարա այնց պայմաններ առաջադրեն, որը մեր կրոնի հետ կապ ունի, չեն կարա այդքան մեզ կպնեն, չեն կարա պահանջեն, որ պահանջողներ են եղել, որպեսզի մենք փոխենք մեր կրոնը, բայց ոչ մեկի մոտ չի ստացվել։ Այնպիսի հզոր մարդիկ են պահանջել, որ մենք կրոնափոխ լինենք, ասենք, ընդունենք զրադաշտություն կամ ընդունենք, չգիտեմ, հեթանոսություն, մենք դա չենք արել։ Այսինքն, այս նկարի մեջի մարդը, այս որ ստեղ կար, այս կազած անձնավորությունը, այսինքն մտածում է, որ ինքը, օրինակ, չգիտեմ, դարեհից ավելի ուժեղ տղա է, որ կարա հայ ժողովրդին քրիստոնեությունից հետ կանգնացնի, չարաչար սխալվում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև, օրինակ, մենք միշտ դաստիարակվել ենք եւ տեսել ենք, որ տարբեր ժամանակներում մեր պատմության տարբեր էջերում, երբ նույնիսկ հայկական զորքը, երբ հայկական գեներալները հետ են քաշվել պայքարից, օրինակ մեր եկեղեցականները, մեր վեհապարները
օրինակ Սուրենյանը, երբ մեր վեհապարը, երբ թուրքերը ցանկացել են գրավել Սարդարապատը, երբ ցանկացել են գրավել հայկական հողերը, ասել է ես դուրս չեմ գա իմ նստավայրից, իմ դիակը ստեղից կհանեք, բայց ես ստեղից դուրս չեմ գա եւ 7 օր Արարատյան դաշտից մինչև Սևանի ավազան հնչել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու զանգերը եւ պայքարա մղվել թուրքերի դեմ եւ մեր հողը չի հանձնվել թուրքերին, ոչ էլ մեր վեհապարը, մեր կաթողիկոսը դուրս է եկել իր նստավայրից եւ նմանատիպ դեպքերը շատ են։ Հիմա ինչ որ մի աղանդավոր, ով եկել է գրավել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, իրան թվում է, որ մեր եկեղեցին կարա պղծի իր ցանկություններով, իր կեղտոտ մտքերով ու իր PR-ի համար չի ստացվելու։ Կարակ ձերբակալեք բոլոր քրիստոնյաներին, կարակ մեզ գնդակահարեք, կարակ, չգիտեմ, տանեք թուրքական բանտերում նստացնեք։ Մենք կրոնափող չենք լինելու։ Մենք մեր վեհապարի կողքին ենք, մենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին ենք եւ մենք այսուհետ չենք թողնելու, որպեսզի դուք Կիրակի օրերը ձեր նախընտրանքով ընտրեք 13-րդ, 12-րդ, 8-րդ դարի Սուրբ եկեղեցիներ, որտեղ երբեք նմանատիպ խախտումներ չեն եղել քրիստոնեական ու նմանատիպ պատարակներ անեք կեղծ ձեր կարգալույց եղած տերտերներով ու սրբազաններով, որոնք Աստված չեն պաշտում են բենթլիներ, պաշտում են զենքեր եւ պաշտում են սիրուհիներ, որոնք չեն պաշտում իրանց հողը, Արցախը, որ քո դեմ էին խոսում, պաշտում են քեզ ու քո շանտաժները, որ իրանց դեմը դրել ես ու եկել ծախվել են քեզ։ Դուք այն անձնավորություններն եք, որ Վեհապարի, Արշակ Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի դեմ արշավ սկսեցիք, օրինակ Կճոյանի պատճառով, Վրթանեսի պատճառով, այն վիրահայոց թեմի առաջնորդի պատճառով։ Մաքրագործումը շատ կարճ, 1 րոպեի չափով է։ Էդիկ Միրզախանյան անունը, թող տեսանյութը գնա, հետո կշարունակեմ ասելիքս։ Ուզում եք լավ դուք շարունակեք ձեր խոսքը։ Հա, այդ մարդկանց պատճառով, օրինակ, երբ այս Էդիկ Միրզախանյանը գնում է Պետրոսի մոտ հարցազրույցի, այդ մարդկանց պատճառով դուք մեր եկեղեցու վրա ցեխ եք շպրտում, հիմա իրանց բերել եք ձեր պատարակչին եք սարքել։ Կճոյանին արա որ դու ամբիոնից ազգային ժողովի ասում ես այդ մարդը սրբազանը Բենթլի ունենա, ասենք փողեր ունենա ու մենք չիմանանք որտեղից դուք այդ մարդու ձեռքը սեղմում եք կառավարության դահլիճում եւ վեհապարից եք բամբասում, հայ առաքելական Սուրբ եկեղեցուց եք բամբասում, բա դուք սրբություն ունեք, դուք քրիստոնյա եք կամ Նախ եւ առաջ որպես քրիստոնյա ես շնորհակալ եմ Գյումրու հոգեվոր դասից, որովհետեւ իրանց այնպես պայեցին, ինչպես իրան պետքա պայի ցանկացած քրիստոնյա հոգեվորական։ Երկրորդ հպարտեմ եւ շնորհակալ եմ, որ եկեղեցին մաքրել են դրանց սատանայական հոգիներից եւ արդեն հերիքա նրանից, որ Նիկոլը մտել է այդ եկեղեցի։ Ես ցանկանում եմ բոլոր մեր մարզերի, մեր տարածքների, տարբեր թեմերի առաջնորդներին հորդորել, որպեսզի իրանց պահեն այնպես ինչպես պահեցին Գյումրու մեր հոգևորականները եւ շարունակեմ իմ միտքը։ Օրինակ էս Էդիկ Միրզախանյանը, որ գնացել է Պետրոսի մոտ
երբ Պետրոսի մոտ թուրքերի գովքն անում, որ ես ասում եմ վիրահայոց թեմի առաջնորդն էի, ինձ թուրքերը հրավիրեցին, բա ես գնացի, վայ չգնացի, ուզում էի գնալ, ինձ ինչ-որ ապուշ բաներ ա խոսում, եկա էլ մարդա թե, այ օրինակ ես գիտեք ինչի համար եմ նեղվում, որ վեհապարը նման երևույթներին թողել է, որ իրանց պատճառով հիմա Նիկոլի նմանը իր վրա ցեղ շպրտի, եւ ես զարմացած եմ, մինչ այս պահը ինչի այդ երևույթները կարգալույց չեն արվել, ինչի համար իրանք կարգալույց չեն արվում, որպես քրիստոնյա ես պահանջում եմ մեր եկեղեցուց, որպեսի այն անձնավորությունները բոլոր, ովքեր խախտում են քրիստոնեական կարգը, ովքեր խախտում են այն եկեղեցական օրենքները, որեր դարեր ի վեր գրված են մեզ համար, քրիստոնյաների համար խախտում են, իրանք պետք է կարգալույց լինեն։ Ես հասկանում եմ, մեր վեհապար հայրապետը քրիստոնեաբար է մոտենում նման երևույթներին, փորձում է բարություն դրսևորի, չի փորձում պատասխանել չարին չարով, ինչպես մեր Տերն է ասում, բայց գոյություն ունեն եկեղեցական կանոններ եւ օրենքներ։ Պատժեք, կարգալույց արեք այն հոգեվորականներին, ովքեր դավաճանում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ դավաճանում են ձեզ, վեհապար հայր։ Խնդրում եմ որպես քրիստոնյա, մենակ իմ անունից չեմ խնդրում։ Խնդրում եմ հարյուրավոր երիտասարդների անունից, ում հետ խոսել եմ, շփվել եմ եւ նաեւ շատ ուրախալի է, որ մեր երիտասարդությունը 16-ից 20-25 տարեկան պատրաստ են կանգնելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ մեր վեհապարի եւ մեր սրբազանների կողքին։ Իրանց անունից խնդրում եմ, որպեսի կարգալույց անեք այս երևույթներին՝ Կճոյանին, Միրզախանյան Էձիկին, Վրթանեսին, ու այն բոտեքսով պռոշներով ռեկտորին, դեկանա ռեկտորա ինչա։ Երեք պատարակ էր քորիսավարություն, որտեղ ինքը նաեւ հոգեվոր 30-ի որ գնա։ Հա, ասում են թված է, մինչև ամսի 24-ը արձակուրդ է իրեն դուրս գրել, որպեսզի չլինի այնտեղ, խնդրեմ, չարերեսվի, չբախվի այն իրականությանը, ինչը ինձ դիմաց դնում են հայ ժողովուրդը։ Ես այս խոսեմ այս Էդիկ Միրզախանյանից, զարմացած եմ, ինչպես կարա հայ հոգևորականը իշխանական առաջին հերոստալիքի մոտ 1 ժամանոց եթերում 50 րոպեն թուրքի ու ադրբեջանցու գովք անի։ Արա դու մուսուլման ես, դու ոնց կարաս լինես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորական։ Դու գնա Փաշազադեի մոտ, չգիտեմ, իմամ աշխատի, գնա մսկիթներում նամազ արա, դու ինչ գործ ունես քրիստոնեության հետ, դու ինչ գործ ունես մեր տիրոջ հետ, մեր կրոնի հետ, դու եղել ես, այ որ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք ունենք ազդեցության գործակալ տերտերներ, չգիտեմ, տեր հայրեր, այս երևույթներն են այդ ազդեցության գործակալները, ունեք այս Էդիկ Միրզախանյանը իմ համար թուրքի շպիոն է, որովհետև ինքը խոստովանել է, որ Վրաստանում թուրքերի ու ադրբեջանցիների հրավերը ընդունել է, եղել է նման բան, թե չէ։ Բայց ազդեցության գործակալը այս երևույթն է, ոչ թե այն մարդիկ, ովքեր դեմ են Նիկոլին ու այս երևույթներին։ Այդ մարդիկ հիմա տանջանքներ են կրում, այդ մարդիկ հիմա մեծ փորձությունների միջով են անցնում մեր վեհապարի գլխավորությամբ եւ ես վստահաբար ասում եմ, որ ոչ ոք չի կարող հաղթել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, չի կարող հաղթել քրիստոնեությունը եւ քրիստոնյա հային եւ չի կարող հաղթել մեր վեհապարին, որովհետեւ Աստված մեր կողմում ոչ թե ձեր, որովհետեւ դուք սատանիստ եք Նիկոլ, որովհետեւ որ դու եկել ես իշխանության Նիկոլ, քո ֆինանսավորմամբ էին, օրինակ բանի կառավարության մոտ, մետրոյի մոտ սատանիստական ծեսեր անում, քո ֆինանսավորմամբ էին անում, որովհետև քո ֆինանսավորմամբ են տարբեր սատանայական կազմակերպություններ արտոնություն ստացել Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ միայն սատանայական, այլև աղանդավորական, որոնք իմ համար նույնն են ինչ սատանայականները։ Եվ այս երևույթները ըստ քեզ, որ դու 26 թվականի PR-ս անում եկեղեցի ես մակրում, թարս պատտվելու է քո դեմ, որովհետև դու արժանանալու ես Աստծո ամենասաստիկ դատաստանին։ Իսկ մենք պատմությունով եւ աստվածաշնչյան պատումներով գիտենք Աստծո դատաստանին արժանացած մարդկանց վերջը ինչա լինում։ Դու պատժվելու ես
երկնային դատաստանի ողջ խստությամբ, որովհետև դու կապ չունես քրիստոնեության հետ, դու քրիստոնյա չես, դու թուրքամոլ, թուրքի համար ծառայող, թուրքի առաջ կզած երևույթ ես։ Դու այն անձնավորությունն ես, ում պատգամավորը այն հռիփսիմեն, որը չունի կրթություն, որը չունի տարական կուլտուրա, որը այս հարց են տալի սրան, լրագրողը հարց է տալի, ասում է, բա որ նիկոլականները քո գլխին է սարքեն, ընկերուհուդ գրածն ես լավ կյանքս ոնց ես, քեզ ասեն լիզբյան կա, ասում է ինձ տենց բան չեն ասի, որովհետև իրանք չեն ուզում տենց բան, այսինքն չի ասում ես տենց բան չեմ արել, ասում է ինչ չեն ասի, այսինքն ես հետները մոտիկ եմ, էլի, սրանց կրթվածության աստիճանը նույնիսկ այնքան չկա, որ կարողանան ճիշտ կռուտի տալնեն, դաժե կռուտիտ չեն կարող ճիշտ տալնեն, զբաղացնում են իշխանություն, ես մի քիչ կոպիտ եմ արտահայտում խոսքը, կռուտիտ լինելը որն է, չունեն տարական էթիկա, չունեն դիվանագիտական կրթություն, որ լրագրողի հարցին ինձ պատասխանեն, որ մարդիկ հասկանան իրենք ինչ են ուզում ասել։ Ասում է Նիկոլ Փաշինյանը, օրինակ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի համար ուղաթիռ է ուղարկել Արցախ, որ նստեն գան Հայաստան, իրանք չեն ընդունել այդ առաջարկը։ Հələ այս ճղճիմ երևույթի ասած ստի մակարդակը ու աստիճանը նայեք։ Այն մարդիկ բակվում, տանջվում են, ցմահ ազատազրկվել են, գերի են ընկել, էլի այս տագետներից չեն կարողանում պրծնել, չեն փոխանակ իշխանության ներկայացուցիչը, առողջապահության հանձնաժողովի նախագահ, չէ՞ դարավես հանձնավորությունը ազգային ժողովում, ով չունի առողջապահական կրթություն, ով չունի տարական բուժքույրի կրթություն, ինքը պետքա օրինակ, չգիտեմ, անենց գիգանտների, ասենք, բժշկության մեջ հրահանգներ տա, ինչպիսիք են օրինակ Բաբլոյանը, Քուշքյանը, չգիտեմ, եւ մնացած մեր հիվանդանոցների տնօրենները պետք է էսի իրանց ասի ինչ որ օրենք իրանց համար ընդունի, հասկանում եք, մենք ուր ենք հասել, հասկանում եք։ Հա, բայց այսքան մոտիկից էլ դրել եք, ես հիմա ոնց խոսամ, չի կարելի սենց բաներ եթերում դնել, օրինակ, կրթություն չունեցող տագետ երևույթներ, որոնք ասենք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ուղաթիռ է, այս երևույթը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ուղաթիռ է ուղարկել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գա Հայաստան, հասկանում եք, այս երևույթը պետքա մեր բոլորի առողջությունների համար պատասխանատու լինի։ Նայեք ու հասկացեք, որ այս երևույթը չի կարա ոչ մեկի առողջությանը բացի վնասից օգուտ տա։ Ես ուրիշ բան չունեմ ասելու։ Կատարելու համար։ Խնդրեմ այս մասով սույն հանցավոր զինված բանդայի դեռևս ազատության մեջ գտնվելը խոսում է իբրև թե իր սուվերենությունը գտած, սակայն իրականում կորցրած պետականության փշրանքների լիակատար զավթման մասին հանցավոր սուբյեկտների կողմից։ Մի քիչ երկար է, խնդրեմ ես հիմնական շեշտադրումներն արեք։ Ես հենց անկեղծ եմ ասում, նաև շատ ամբողջությամբ կարդացել եմ մեր սրբազանների ուղերձները եւ ոչ միայն այս մեկը։ Եվ մեր սրբազանները ճիշտ են ասում, եւ ես նորից եմ ասում, հայ քրիստոնյա հավատավոր ժողովրդին հորդորում եմ ամեն կիրակի բոլորով գնալ բոլոր այն եկեղեցիները, որտեղ որ Նիկոլն է գնում ու մեր վեհապարի անունը հնչեցնել։ Եթե 100-150 հոգի տվյալ վայրում վեհապարի անունը հնչեցնի, Նիկոլ Փաշինյանը չի կարա բոլորին եկեղեցուց տանի քաղմասներ, չի կարա ձերբակալի բոլորին եւ վերջին հաշվով, եթե մեզ պետքա քրիստոնյա լինելու համար մեր մայրաքաղաքում ձերբակալեն, ուրեմն կարան գնդակահարեն, չձերբակալեն։ Ինչի մասին է խոսքը։ Եթե մենք քրիստոնյա ենք, եթե մենք մեր կրոնի, մեր արժեքների համար պատրաստ ենք պայքարել ու կանգուն պահել հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մենք պետքա նաև զրկանքներ կրենք եւ ոչ ոք թող զրկանքներ կրելուց չվախենա։ Թող բոլոր քրիստոնյաները, որտեղ Նիկոլը գնում է պղծելու այդ եկեղեցին, իր կարգալույց եղած տերտերների հետ, մի հատ այդ կճոյանն է, ֆռցնում է հետը։ Մեկ ստեն պատարականում, մեկ Գյումրիում են անում, մեկ կգնան հեսա մի ուրիշ տեղ կանեն։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Եվ ես նորից ցանկանում եմ մեր երիտասարդներին կոչ անել,
որ իրանք Կիրակի օրը ժամը 9:30 լինեն Կոնդի Սուրբ Հովանես եկեղեցու բակում, որպեսզի իրար հետ մասնակցենք պատարագի եւ այդտեղ տեղում որոշենք, թե հաջորդ պատարագը մյուս Կիրակի որտեղ կմասնակցենք։ Նաեւ ես ցանկանում եմ մեկ թեմայից էլ խոսել ու եթերը ավարտել այսօր։ Ես ցանկանում եմ խոսել թոշակառուներից, որ Նիկոլ Փաշինյանը Եվ այս իրականության մեջ նաեւ ներողություն Թալանը երեք տեսանք հետքը հոդված էր հրապարակել քպարը։ Հա, տներ են առնում շատ էժան գներով։ Հետո մենք տեսնում ենք մեկի եթերից նույն Պետրոս Ղազարյանը անընդհատ իր հյուրերին ընդդիմադիրներին հակադարձում է բանակիների Թալան, բանակիները Թալան։ Խնդրեմ ես ասել ձեր ասել։ Ուրեմն խոսեմ թոշակից, հետո այդ հարցերից։ Ուրեմն 60-ից ավել տարեց մարդկանց թոշակները կառավարության որոշումով ընդունվել է, որ պետքա 20% ավելանա, բայց Նիկոլ Փաշինյանը նորից մանիպուլացնում է։ Նայեք, 20%-ը, եթե պետքա ավելանա, պետքա որոշակի գումար ավելանա թոշակառուների հաշվին։ Եվ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այն 10%-ը եւ առհասարակ թոշակները, նախ թոշակառուները պետքա անկանխիկ ստանան, հասկանում եք 70 տարեկան տատիկը կամ պապիկը, ով այդ թոշակը կարող է կներեք 1000 անգամ էլի ուղիղ եթերում եմ ասում, օրինակ կարող է մարդ այդ թոշակը ուզում է հավաքի, որ 75-80 տարեկան ասենք, որ մահանա իր ծախսերը անեն իր երեխեքը, որ իր թորներին նվեր առնի, որ չգիտեմ իր համար դուրս գա խանութից, ինչ քարտ, ինչ անկանխիկ այդ մարդկանց գումարներ։ Դուք հիվանդ եք, այսինքն թոշակ, օրինակ իմ տատը Փառք Աստծու, շատ լավ ապրում է, շատ լավ պահում ենք, բայց ինքը տնից չի կարող դուրս գա։ Ոտքերի քայլելու խնդիր ունի։ Հիմա տատկայի նման թոր չունի կամ հարազատ չունի։ Ասենք ոնց պետքա դուրս գա իր թոշակի քարտից այդ թոշակը հանի։ Ոնց պետք է հաց ուտի։ Օրինակ մեր բակում կան տարեցներ, պապիկներ, տատիկներ, որոնց հարազատները Ամերիկայում են, Ռուսաստանում են, թորը բանակում է, այն մի թորը կամ աղջիկը ամուսնացել գնացել են հարս։ Մենակ են այդ մարդիկ մնացել։ Այսինքն այդ թոշակը, այդ ծեր կինը կամ պապիկը ոնց պետքա գնան հանեն, նախ իրանց համար դժվար է անկանխիկ համակարգից օգտվելը։ Հետո բարթացնում ենք իրանց կյանքը, տեղից էլ իրանք ունեն շատ մեծ խնդիրներ, կամ կոմունալներ մուծելու խնդիր կա, այդ մարդիկ գնում են վճարում են միանգամից, այսինքն ինչ եք անում դուք էլի թոշակառուների գումարները պետքա իրանց չնստի ծառայի իրանց առողջության վրա, այդ մարդկանց փողը տվեք, թո իրանց համար ինչ կարիք ունեն, հոգանով ինչ ուզում առնի, մեկը ատամի խնդիր ունի, մեկը կոնֆետի խնդիր ունի, մեկը հացի խնդիր ունի, մեկը այդ գումարը ուղարկում է ծանոթի միջոցով Ռուսաստան, որ իրան դեղ ուղարկեն իր, չգիտեմ, բարեկամները, այսինքն դուք էս ինչ եք անում, ուզում եք նորից կոտորեք, հա, հիմա էլ ուզում եք թոշակառուներին ու տարեցներին կոտորեք, հա, որ մարդիկ սովից մեռնեն տան մեջ, հա, էդ է քո նպատակը Նիկոլ, դու ինչ ես ուզում անես թոշակառուների հետ, ինչ ես կապե այդ մարդկանց, ինչով են քեզ խանգարում, դու կարելի ասել մեծ մասը քո ընտրողների տարեց մարդիկ են, էլի, ասենք տեսնում ենք հարցազրույցների վաղ, դու նույնիսկ քո ընտրողներին չես կարող մնենց անես, որ իրանք բարեկեցիկ ապրեն, ինչի մասին է խոսքը։ Դե քո ընտրողներն այդ ամեն ինչը հասկանան ու 26 թվականին քո պատասխանը քեզ տան, որ բոլոր թոշակառուները թող քեզ չընտրեն, որովհետև դու իրանց թոշակը քիչ չես բարձացնում, իրանց խնդիրը ավելի բարթացնում ես։ Իսկ ինչ վերաբերվում էր նախկին հարցերին, որ Պետրոսը ասում է նախկինները թալանել են էսկո մենկոմ, թող հիմիկվա թալանողների պես թալանողներ չլինեն, նախկիններն է որ թալանած լինեն Նիկոլն է իշխանության, թող մի հատ թալանչի ցույց տար ապացուցեր, դատեր ասեր, հեսա այս թալանի համար եմ դատում ու մենք բոլորս տեսնեինք, դա անցանք, որովհետև եթե մարդու անմեղության կանխավարակածը հաշվի չեք առնում, ուրեմն դուք հանցակ գործ եք, եթե մարդ կա, որ թալանել է, որ հանցակ գործ է, իրան տարեք ապացուցեք ամբողջ ժողովրդի առաջ ու ձերբակալեք, եթե դուք դա չեք անում, ուրեմն դա օթում կարակել է, ուրեմն դա սուտա, կեղծիքա, մանիպուլյացիա, նիկոլական։ Հա, դա էդի կապ չունի, որը որտեղից է ասում, թող իրանք պատժեն թալանողներին։ Թող պատժեն թալանողներին, Արցախը ով է թալան է, Արցախը
ամեն ինչ արել են նախագահները, որպեսի ճանապարհները սարքվի, ինչն են թալանել 5 միլիարդի զենք է Բաքուն Ադրբեջանից վերցրել միջազգային դատարանով էլ մեզ դատի ատավել, թե որտեղից Արցախին 5 միլիարդի զենք արա, ինչն են թալանել, հիմա ով է ում թալանել, քո օրոք, ձեր օրոք Արցախը չկա, ոչ այդ զենքերը, նախկինների օրոք, սաղ ճանապարհները սարքել էին մարդիկ, 5 միլիարդի զենք կար այնտեղ, զինվորները կանգնած էին սահմանին, մեր Արցախի բոլոր հողերը մաքուր, ազատ, առանց Թուրքի մեր համար ապրում էինք։ Հիմա ով է ում թալանել։ Դուք եկեք մեր երկիրը թալանե, դուք եկեք մտե մարդկանց տուն, իրանց երեխեքին տարես սպանե, իրանց հոգեպես թալանել եք։ Դուք բոլորին թալանել եք։ Դուք հային թալանել եք, արա, դուք մեր հողերը Թուրքին եք ծախե, դրանից ավել թալան կա այս երկրագնդի վրա։ Դու գնում ես թուրքերին, ասենք, պայմանավորվում ես իրանցից ես հողեր տալի, Սևլիչն ես տալի, բա ինչ եղավ այդ օկուպացված տարածքները, բախի թուրքերը չեն ազատում այդ տարածքները, բա ասում էր Արցախը թուրքերին նա տվիր, նվիրեցիր իրանց, ինչ-որ քառակուսիներ էիր ասում, բայց քառակուսիները խի չի ազատագրվե, խեն թուրքերը Սևլճում, խեն թուրքերը Ջերմուկում, խեն թուրքերը Վարդենիսում, խեն թուրքերը Կիրանցում, բայց երբ պետք է ազատագրվի այս հողերը, երբ պետք է մեր հողերը մեզ տան թուրքերը, Նիկոլ, դու էիր խոստանում, չէ՞, քո պաշտոնյաներն էին ասում, պետքա թուրքերը տարածքները ազատեն, երբ պետք է ազատեն, սա միջազգային բոլոր պայմանագրերի եւ համաձայնությունների խախտում է, որտեղ է գրած, որ թուրքը պետք է գա իմ հողում օկուպացված տարածքներում նստի, որտեղ է գրած, վաղը մյուս օրը էլի Սյունիքի ճամփեն որ բացես, գալու են թուրքերը հետ են գրավելու ու վերցնելու են իրանց, ու դու էլի անողնաշարի նման չես կարողանալու իրանց ձեռքից էդի հետ վերցնես, որովհետև չես ուզում, որովհետև դու պաշտպանում ես Թուրքի շահը, ոչ թե հայի շահը։ Դրա համար ես ցանկանում եմ մեր հայրենակիցներին ասել, որ այս երևույթը կործանում է մեր հավատքը, մեր եկեղեցին, մեր ինքնությունը, մեր կրոնը, մեր գաղափարները, մեր հայրենիքը, մեր նպատակները, մեր ամեն ինչը, այն կարմիր գծերը, ինչը հայի համար անցնելու չի, Նիկոլը տրորում է ու անցնում է։ Հետևաբար առաջին հերթին նախ եւ առաջ բոլոր քրիստոնյաներին հորդորում եմ կանգնել հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին եւ այնպես անեն, որպեսզի Նիկոլը դադարեցնի այս իր կեղծ պատարակները, պղծությունները եւ իր գործողությունները, որովհետեւ մենք տարբեր ժամանակներում չենք ունեցել պետականություն, չենք ունեցել անկախություն, բայց երբեք եկեղեցին նման վատ իրավիճակում չի եղել։ Շատ փորձությունների միջով անցել, սա էլ է անցնելու մեր եկեղեցին, բայց միշտ երբ մենք անկախություն եւ պետականություն չենք ունեցել, եկեղեցին է համախմբել հային, մղել պայքարի, ստիպել, որպեսզի իր ինքնությունը հայը պահպանի եւ իր գաղափարները պահպանի։ Լինի հայկական, չմոռանա հայկականը, չուրանա հայկականը եւ լինի քրիստոնյա։ Հետևաբար սա այն վերջին կետն է, որը Նիկոլը ցանկանում է ոչնչացնել։ Եթե դա Նիկոլին հաջողվի, ինչում ես վստահ եմ, որ չի հաջողվի։ Եթե հաջողվեց, մենք կկորցնենք մեր ինքնությունը, մեր ամեն ինչը, մեր անկախությունը եւ մեր կրոնը, այլ հայ չի լինի։ Դրա համար ես վստահ եմ, որ այնքան հայ կգտնվի, որ այս ամեն ինչի դեմը կառնի։ Շնորհակալ եմ։